Փառք Աստծուն այսօրվա համար։ Այո, ես համաձայն եմ Կարեն եղբորս ասածին, գրված է, որ երանելի է տալը, քանց թե առնելը։ Այսօր եթե դու տալիս ես, դու երանելի ես։ Պատահական չէ, որ ես էլ երանների մասին պետք է խոսամ։ Աստվածաշնչի Մատթեոս ավետարանի 5-րդ գլխում 9 հատ երանի կա։ Այդ երաններից մեկի մասին պետք է խոսամ, որ շատ անգամ խոսվել է, ես էլ եմ խոսացել, բայց Աստված նորից դրել է սրտիս մեջ, որ նորից դրա մասին խոսամ։ 108 Սաղմոսում գրված է. Քո ողորմությունդ երկնքից վեր է Աստծուն ասում, եւ քո ճշմարտությունդ մինչև ամպերը։ Աստծո ողորմությունը երկնքներից վեր է։ Հենց այդ ողորմության մասին պետք է խոսամ։ Երանի ողորմածներին Մատթեոս 5-րդ գլուխ 7-րդ համարն է։ Այս բոլոր երանները ոչ թե նկարագրում են, թե ինչ պիտի անենք, այլ ինչ պետք է լինենք։ Առաջին հերթին պետք է լինենք, հետո նոր կարող ենք անել։ Նախ պետք է քրիստոնյա լինել, որից հետո նոր կարող ենք քրիստոնյա վայել ապրել։ Համաձայն եք, թե չէ ժողովուրդ, օրհնյալը մեր Տիրոջ անունը։ Սուրբ Հոգի գործունեության շնորհիվ նախ պետք է սրտով ողորմած լինել, հետո կկարողանանք գործերի մեջ ողորմած լինել։ Ողորմությունը կամ բարությունը Աստծո Սուրբ Հոգու պտուղ է։ Գաղատացիս 5-րդ գլուխ 22 համարը։ Այո, Սուրբ Հոգու պտուղը։ Առանց Սուրբ Հոգու մենք չենք կարող ճշմարիտ ողորմած լինել։ Եթե ողորմություն չենք ցուցաբերում, ուրեմն մենք ողորմած չենք։ Ճշմարիտ ողորմած լինելը միշտ դրսևորվում է ողորմածություններով, գործերով։ Ողորմած լինել եւ ողորմություն տալը անբաժան են իրարուց։ Առաջին հերթին Աստված ինքն է ողորմություն անում մարդուն, առանց Աստծո ողորմության մեզանից ոչ ոք չի կարող փրկվել, օրհնյալը մեր Տիրոջ անունը։ Հռոմեացիս 5-րդ գլուխ 8-րդ համարում գրված է. Սակայն Աստված իր սերը մեր վրա որ ուներ հայտնեց, երբ որ դեռ մենք մեղավոր էինք։ Առաջուց Աստված մեզ ողորմություն արած, երբ որ մենք մեղավոր էինք, Աստված մեզ սիրեց, իր որդին ուղարկեց, որպեսզի մենք փրկվենք։ Փառք մեր Տիրոջը։ Ես ողորմության մասին եմ խոսում, բայց Աստված ուզում է, որ այդ ողորմությունը անկեղծ լինի։ Մատթեոս 6-րդ գլխում 3 բանի մասին գրված է, ողորմության մասին, աղոթքի մասին եւ ծոմապահության մասին, որը գրված է գաղտնի արեք։ Այդ 3 բանն է, որ գրած է գաղտնի արեք։ Նույնիսկ հենց 6-րդ գլխի առաջին խոսքից եմ կարդում, զգուշացեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առջև չանեք, նրանց երևնալու համար։ Եթե վարձ չեք առնել ձեր հորից, որ երկինքն է։ Ուստի երբ որ դու ողորմություն ես անում, առջևդ փող մի հնչեցներ, ինչպես կեղծավորները ժողովարաններում, փողոցներում մեջ, որպեսզի մարդկանցից փառավորվեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, նրանք իրենց վարձքը առած կլան։ Իսկ դու երբ որ ողորմություն կանես, քո ձախ ձեռքը թող չիմանա աչի տվածը, որպեսզի քո ողորմությունդ գաղտուկ կլա եւ քո հայրդ որ գաղտուկ կտեսնե, քեզ հայտնապես հատուցում պիտի անե։ Օրհնյալը մեր Աստվածը, փառք Իրանը, թող քո ողորմությունը ցուցադրական չլինի մարդկանց առաջ։ Աստված ասում գաղտնի արա քո ողորմությունդ։ Եթե մենք ողորմության մասին ենք խոսում,
անհնարավոր չասենք բարի սամարացու պատմությունը։ Ղուկասի 10-րդ գլխում է գրած բարի սամարացու պատմությունը, մենք շատ անգամ կարդացել ենք, շատ անգամ սրա մասին քարոզներ լսացել ենք։ Երբ որ մեկն ասավ, իսկ ով է իմ ընկերս, մինչև այդ հարցնում էին Տեր, որն առաջի պատվիրանը, եւ Հիսուսն ասավ, սիրի քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, մտքով, էությամբ, եւ երկրորդն էլ ասավ, քո ընկերից սիրի քո անձի նման։ Եվ այդ անձնավորությունը հարցրեց, իսկ ով է իմ ընկերս։ Պատասխան տվավ Հիսուս եւ ասեց. մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում, ավազակների ձեռքն ընկավ, որոնք մերկացրին նրան, վիրավորելով կիսամերձ թողեցին եւ գնացին։ Եվ պատահեցավ մի քահանա, որ այդ կողմով անցնում էր, տեսավ, անտարբեր անցավ։ Հետո գրված է մի Ղևտացի էլ եկավ այդ կողմով անցնում էր, տեսավ, չոքնեց, անցավ գնաց։ Բայց մի սամարացի, որ ճամփորդություն էր անում, եկավ քովը, նրան տեսնելով խղճաց, մոտեցավ, նրա վերքերը փաթաթեց, ձեթ ու գինի թափելով նրա վրա, իր գրաստի վրա դնելով տարավ պանդոկ եւ ասավ հոգ տարեք։ Եվ գրված է, հետևյալ օրը, երբ որ դուրս էր գալիս տեղից, նույնիսկ զգուշացրեց, եթե ինչ որ պակասություն կլինի, նորից կվճարեմ։ Նախ առաջից վճարել էր, նույնիսկ այդ գիշեր մնացել էր այդտե, քանի որ հատուկ գրած է, մյուս օրը, երբ որ դուրս էր գալիս, ասավ, երբ որ ավել բան կծախսես, գալուցս ես կվճարեմ։ Եվ հարցրեց Հիսուսը, հիմա այն երեքից ո՞րն էր ընկերը կերավա ավազակի ձեռք ընկնողին, եւ նա լսավ, նա որ ողորմություն արավ։ Այն ատեն Հիսուսն ասավ, գնա դու էլ այսպես արա։ Փառք մեր Տիրոջը, Աստված ուզում, որ իր զավակները ողորմած լինեն, ժողովուրդ։ Տվող լինեն։ Տվողին Աստված տալիս է, փառք Իրանը։ Թող Աստծո անունը փառավորվի։ Ես ուզում եմ կարդալ 41-րդ Սաղմոսի առաջից 3 համարները։ Երանի նրան, որ աղքատին հոգ է տանում։ Նեղության օրը Տերը պիտի փրկե նրան։ Պիտի պահե, պահպանե իր կյանքը։ Երանելի պիտի լա երկրի վրա եւ իր թշնամների կամքին պիտի չմատնե։ Տերը նրան ուժ պիտի տա իր տկարության անկողնի մեջ։ Նրա բոլոր տկարությունները պիտի բուժե հիվանդության ատեն։ Օրհնյալը մեր Տիրոջ անունը։ Ստեղ մի տեղ է գրած է Երանի նրան, որ աղքատին հոգ է տանում, մի անգամ հոգ է տանում, 6 անգամ Տերը հատուցանում է։ Ես ուզում եմ մեկ հիշեցնել։ Առաջինը նեղության օրը Տերը պիտի փրկե նրան։ Սաղմոս 91 գլխի 15 համարում գրված է. նեղության ժամանակ նրա հետ կլինեմ, Տերն ասում։ Տերը պիտի փրկի։ Եվ ուզում եմ մի կենդանի օրինակ հիշեցնել ձեզ համար, որ Աստվածաշնչում հատուկ գրած է, շատ տեղեր կա, որ Տերը հատուցանում է, հատկապես այս մասն ուզում եմ կարդալ ձեր համար։ Երեմիայի մասին էր, եւ Երեմիան, երբ որ դժվարության մեջ էր, Իրանը գցեցին խորունկ հորի մեջ, այդ մասն ուզում եմ կարդալ, Երեմիայի 3-րդ գլուխ 53 խոսքից։ Իմ կյանքս գուբի մեջ գցեցին, վրես էլ քար նետեցին, Երեմիան ասում։ Ջրերը գլխիցս վեր բարձրացան, ու ես ասեցի, որ կտրվեցա։ Խորուն գուբին քո անունը կանչեցի, ով Տեր, իմ ձայնս լսեցիր, իմ հառաչանքս, իմ աղաղակս քո առջևդ մի գոցեր, ականջդ մի գոցեր։
քեզի կանչած օրը մոտեցար եւ ասեցիր՝ մի վախեցիր։ Իմ հոգուս դատը վարեցիր ով Տեր եւ իմ կյանքը ազատեցիր։ Օրհնյալ է մեր Տիրոջ անունը։ Փառք մեր Տիրոջը, էսի մի կենթանի օրինակ, որ շատ նման օրինակներ կան, ովքեր կանչել են Տերը պատասխանել է։ Հատկապես այն մարդիկ, որ իրական Աստծուն նվիրված, Աստծու բոլոր կամքը կատարել են, ողորմած են եղել, Տերը հատուցան է իրանցը, փառք մեր Տիրոջը։ Եվ երկրորդը, Տերը պիտի պահպանե նրա կյանքը։ Նորից Սաղմոս 91-րդ գլխի 4-րդ համարում գրված է. Քեզ իր փետիրուներով պիտի ծածկե եւ նրա թևերի տակ ապաստարան պիտի գտնես, փառք մեր Տիրոջը։ Տերը պիտի պահե քեզ, պահպանե քո կյանքը։ Նույնիսկ Հոբի գրքի 2-րդ գլխի 6 համարում գրված է, երբ որ Աստված թույլ տվեց Հոբին փորձություն, եւ սատանային հատուկ զգուշացրեց, ասավ իր կյանքը պահի, կյանքին վտանգ չսպառնա։ Տերը իր հավատարիմ զավակներին պահում է, փառք Իրանը։ Եվ երրորդը, երանելի պիտի լա երկրի վրա։ Նորից Սաղմոս 91-15 համարում գրված է. Պիտի ապրեցնեմ, փառավորեմ նրան, երկար օրերով պիտի կշտացնեմ նրան։ Մաղաքիայի 3-րդ գլուխ 12 համարը. Բոլոր ազգերը ձեզի երանելի պիտի տան, երբ որ դու ողորմություն անես աղքատին։ Տերը 6 անգամ քեզ հատուցում անում։ Չորրորդը, թշնամների կամքին պիտի չմատնե նրան։ Թշնամների կամքին պիտի չմատնե նրան։ Ուզում եմ նորից կարդալ Երեմիայից մի տեղ, որ հատուկ գրած է, որ Տերը այն թշնամների դժվարություններից պիտի պահի քեզ։ Էս այն մասին էր, երբ որ Երեմիային գցել էին հորի մեջ եւ մի անձնավորություն ողորմություն արավ այդտեղից դուրս անեց։ Երեմիայի 39-րդ գլխի 15 համարից եմ կարդում։ Տիրոջ խոսքը եղավ Երեմիային, երբ անիկա բանտի գավիթի մեջ արգելափակված էր եւ ասելով. Գնա Եթոպիացի Աբդեմելիքին խոսե եւ ասե. Զորքերի Տերը Իսրայելի Աստված այսպես է ասում. ահա ես այն քաղաքի վրա իմ ասած խոսքերս պիտի գործադրեմ չարիքի եւ ոչ թե բարիքի համար։ Այն օր իմ աչքերս քո աչքերդ արջևս պիտի կատարվեն, քո աչքերիդ արջև պիտի կատարվեն, այն օրը քեզ պիտի ազատեմ, այն մարդկանց ձեռքից պիտի չտրվես, որոնց երեսից դու վախենում ես։ Քեզ անշուշտ պիտի ազատեմ, սրով պիտի չընկնես, քո կյանքդ քեզի ավարի պես պիտի լա, քանզի ինձի ապավենացար, ասում է Տերը։ Օրհնյալ է մեր Տիրոջ անունը։ Այս այն ժամանակ էր, երբ որ արդեն Երուսաղեմը գրավել էին, թագավորին էլ գերին տարել, Աստված այս մարդուն Աբդեմելիքին խոստացավ, որ պիտի փրկե։ Ինչի համար ինքը ողորմություն էր արել Աստծո զավակին։ Երեմիային օգնել էր այդ գուբից դուրս էին հանել։ Աստված երբեք տակ չի մնում, ժողովուրդ։ Տեսնում ենք Աստծո ողորմությունը, ինքը ողորմություն էր արել եւ ողորմություն էլ գտավ ինքը։ Փառք Աստծուն։ Ասում Երանի ողորմածներին, քանի որ նրանք ողորմություն պիտի գտնեն։ Եվ 5-րդը, Տերը նրան ուժ պիտի տա իր տկարության անկողնու մեջ։ Երբ որ դու ողորմած ելնես, Աստված քեզ ուժ պիտի տա քո տկարության անկողնի մեջ։ Ես ուզում եմ մի կենդանի օրինակ հիշեցնեմ, մենք նոր հավատացյալ ենք դարձել, այս 80-ական թվականն էր, հիշում եմ Չարենցևանից մի հատ քույրիկ կար, որ հիվանդ էր, շատերը կարող է ճանաչեն, Միշա Սվարյանի կինն էր,
հիվանդ դաժան հիվանդությունով պարկած էր, մենք էլ գնում ենք ցավակցելու օգ, որպիսի այցելենք, քանի որ Աստված ասում է, որ հիվանդին պիտի այցելես։ Երբ որ գնացինք այցելելու, մենք մոտեցանք խղճալու, բայց երբ որ վերադարձանք այդ տնից, ուրախության վերադարձանք։ Գնացել ենք մխիթարելու, մխիթարված դարձանք։ Աստված այն ձև էր զորացրե, կարծես հիվանդը մենք ենք, ինքը չէր։ Օրհնյալ է մեր Տիրոջ անունը։ Տերը ուշ պիտի տա քո տկարության անկողնի մեջ, երբ որ դու աղքատին հոգ ես տարել, ողորմություն ես արել։ 6-րդը նրա բոլոր տկարությունները պիտի բուժե իր հիվանդության ժամանակ։ 4-րդ Թագավորաց 20-րդ գլխի 5-6 համարն եմ ուզում ձեր համար հիշեցնել, այս այն մասին է, երբ որ Եզեկիա թագավորը հիվանդ էր, ինքը Աստծուն նվիրված էր, բոլոր կամքը կատարել էր, եւ Տերն ասել էր մարգարեին գնասա քո ընտանիքին, թող պատվեր տա, շուտով պիտի մեռնի։ Բայց ինքը երբ որ դարձավ գրվածա պատի կողմը եւ աղոթեց, ասել Տեր, չէ որ քո առաջ մաքուր կյանքով եմ ապրել, քո խոսքը գետին չեմ գցե։ Խնդրում եմ կյանք տաս, Աստված 15 տարի կյանք ավելացրեց։ Փառք մեր Տիրոջը, օրհնյալ է մեր Տիրոջ անունը։ Տերը լսում ամեն քո խնդրանքը։ Եվ 7-րդն էլ ես եմ ավելացրել, քանի որ ըստ Աստվածաշնչի, եթե նույնիսկ մեռել է, հարություն պիտի տա։ 4-րդ Թագավորաց 8-րդ գլուխ 4-րդ Թագավորաց 4-րդ գլուխ 8-րդ խոսքից մինչև 37 խոսքը մի կնոջ մասին է գրած, որը Եղիսեի ժամանակում ինքը մեծ ողորմություն արավ։ Սունամացի կնոջ պատմությունը, ովքեր կարդացել են, լավ կիմանան, եւ ինքը գրված է, որ Եղիսեն մշտական այդ կողմը որ էր անցնում գնում, եւ ինքը մտածեց, որ ամեն անգամ կերակրի նրան, եւ դա աչքին քիչ երևաց, նույնիսկ գրված մարդուն խնդրեց, որ մի վերնատուն սարքեն իր համար, հանգստության համար, որ գա ինքը հանգստանա նոր շարունակի ճանապարհը։ Եվ Աստված ողորմություն արավ։ Նախ երեխա չուներ, երեխա տվեց Աստված, հետո երբ որ այդ երեխան մեռավ, Աստված կենդանություն տվեց։ Օրհնյալ է մեր Տիրոջ անունը։ Այո, Աստված ասում է, իր զավակին ովքեր ողորմություն են արել, նրանք ողորմություն պիտի հնձեն։ Փառք մեր Տիրոջը։ Թող Աստծո անունը փառավորվի։ Եվ այսօրվա մի խոսք էլ, որ Աստված դրել է իմ մեջը, որի վրա կառուցել եմ իմ ամբողջ կարելի ասել խոսքս, Գործ քառակելոց 9-րդ գլխում է գրած։ Մի կնոջ մասին է նորից գրած, որ ինքը շատ ողորմություններ էր արել։ Գործ քառակելոց 9-րդ գլուխ 36 խոսքից եմ կարդում։ Հոպեի մեջ մի աշակերտ կար կին, որի անունը Տաբիթա էր, որ թարգմանվում էր այծեմնիկ։ Սա լեցված էր բարի գործերով եւ ողորմություններով, որոր ինքը ամեն ժամանակ կատարում էր։ Այն օրերը ինքը հիվանդացավ ու մեռավ։ Լվացին նրան եւ վերնատունը դրեցին։ Լիդիան Հոպեի մոտ էր, ուստի աշակերտները լսելով թե Պետրոսը այնտեղ է, երկու մարդ ղրկեցին աղաչելով, որ չուշանա իրենց գալ։ Պետրոսն էլ ելավ անոնց հետ գնաց, երբ որ եկավ, վերի սենյակը հանեցին նրան, բոլոր որբևարիները եւ բոլորտիկը կանգնելով լացում էին եւ ցույց էին տալիս այն բաճկոնները եւ հանդերձները, որոնք այծեմնիկը շինել էր իրենց համար։ Եվ Պետրոսն էլ բոլորին դուրս անեց, աղոթ քարավ եւ Աստված հարություն տվեց այծեմնիկին։ Պատահական մեկը չէր ժողովուրդ, հատուկ գրած է, նա լցված էր ողորմություններով
եւ բարի գործերով։ Եվ Աստված էլ ողորմություն ցույց տվեց իրանը, փառք մեր Տիրոջը, հարություն տվեց մեռելներից։ Աստված այսօրվա դրությամբ մեծ է գնահատում ողորմությունը, ուզում որ դու էլ ողորմած լինես։ Առաջին հերթին Աստված ինքն է ողորմություն արել, ինքն է ողորմության աղբյուրը եւ ուզում որ դու էլ այդ ճանապարհով քայլես։ Նույնիսկ Աստվածաշնչում գրված է ողորմությունը դատաստանի առջև պիտի պարծենա։ Միտեղ էլ եմ ուզում հիշեցնես Դանիել մարգարեության 4-րդ գլխումը գրած, եթե հիշում եք, երբ որ Նոբուկոդոնոսոր թագավորին մի երազ էր տեսել, սա երկրորդ երազն էր, որ իրան էր վերաբերվում, եւ գրված է ոչ մեկը չկարած մեկնել, կանչեցին Դանիելին, Դանիելը մեկնեց այդ երազը եւ ասա, որ քեզ մարդկանց մեջից պետք է ակսորեն, դու անասունների հետ պետք է մնաս, խոտ պետք է արածես, մինչեւ հասկանաս, որ երկնքում իշխող Աստված ամենակ։ Բայց մի հատ խորհուրդ տվեց իրանը, որը գրված է Դանիելի 4-րդ գլխի 27 համարում։ Այս խորհուրդը Դանիելը տվեց Նոբուկոդոնոսոր թագավորին։ Թող քո մեղքերդ արդարացում եւ քո անօրենությանդ աղքատներին ողորմելով քավվի։ Թող քո մեղքերիդ արդարացումը եւ անօրենության աղքատներին ողորմելով քավություն գտնի։ Օրհնյալ է մեր Տիրոջ անունը։ Էսի Դանիելը խորհուրդ տվեց, որ դու կարաս քո մեղքերդ քավես, քո անօրենություններդ մարդկանց աղքատներին ողորմելով։ Փառք մեր Տիրոջը։ Ողորմությունը ամենամեծ բանն է, նախ Աստված է ողորմած, ուզում իր զավակն էլ ողորմած լինի։ Եվ ուզում եմ մի քանի Աստծուն նվիրված մարդկանց կողմից, որ վերցված իրանց մասին, որ գրել են ողորմության մասին, այդ մասին կարդալ աֆորիզմներ։ Հովանես Ոսկեբերան, խնդրում եմ ուշադրություն լսացեք։ Ողորմություն այն մեծագույն առաքինությունն է, որ մարդուն նմանացնում է Աստծուն, որովհետև ոչինչ այնպես չի մատուցում մեզ դեպի Աստված, ինչպես ողորմած լինելը։ Նորից եմ կարդում։ Ողորմություն այն մեծագույն առաքինությունն է, որ մարդուն նմանացնում է Աստծուն, որովհետև ոչինչ այնպես չի մատուցանում մեզ դեպի Աստված, ինչպես մոտեցնում Աստծուն, ինչպես ողորմած լինելն է։ Օրհնյալ է մեր Տիրոջ անունը։ Ողորմությունը աստվածային բնություն է։ Աստված ուզում է այդ ողորմությունը իր զավակների հետ գործի։ Մայր Թերեզայի խոսքերը. մենք չենք կարող մեծ գործեր անել, բայց կարող ենք անել փոքր բաներ մեծ սիրով։ Այդ է իսկական ողորմությունը։ Երբ որ սիրով ես անում, բայց ողորմություն ես անում, քո ունեցածի չափով ես անում, Տերը ընդունում է դա։ Մենք չենք կարող մեծ գործեր անել, բայց կարող ենք անել փոքր բաներ մեծ սրտով։ Այդ է իսկական ողորմությունը։ Եվ ուզում եմ շարունակել Ռեներ Բոնկեի գրվածը ողորմության մասին։ Աստծո ողորմությունը հոսում է դեպի մեզ, որպեսզի մեր միջոցով էլ հոսի դեպի մարդիկ, ուրիշները։ Եթե այն կանգ է առել մեզ մոտ, նշանակում մենք ենք փակել այդ հոսքը։ Նորից եմ կարդում։ Աստծո ողորմությունը հոսում է դեպի մեզ, որպեսզի մեր միջոցով էլ հոսի դեպի մարդիկ։ Եթե այն կանգ է առել մեզ մոտ, նշանակում ենք մենք փակել ենք այդ հոսքը, մենք ենք փակել այդ հոսքը։ Ես ուզում եմ այս շարանը կարդալ ձեր համար, շատ
գողտրիկ խոսքեր են եւ իրականուց Աստծուն ճաշակած մարդկանց խոսքեր են սրանք։ Ֆրանսիս Չան Քրիստոնյան չի կարող սիրել Աստծուն եւ չլինել ողորմած մարդկանց հանդեպ։ Ողորմությունը ոչ թե ընտրություն է, այլ հավատքի ապացույց է։ Ողորմությունը միայն նյութական օգնություն չէ, դա ներելն է, երբ կարող ես դատել, բայց ներում ես, օգնելն է, երբ կարող ես անտեսել, բայց օգնում ես։ Եվ սիրելն է, երբ ուրիշ արժան չէ դրան, բայց դու սիրում ես։ Ովքեր համաձայն են, թող ասեն ամեն։ Օրհնյալ է մեր Տիրոջ անունը։ Աստված ուզում մենք այդ ողորմածության կյանքով ապրենք, Աստծո ուզած։ Ողորմությունը սրտի այն շարժն է, երբ տեսնելով ուրիշի դժվարությունը մարդը չի մնում անտարբեր։ Ողորմությունը կարող է լինել մի բարի խոսք ասել, մի ձեռք մեկնել, մի աղոթք նեղյալի համար, կամ պարզապես անկեղծ կարեկցանք մեկի հանդեպ։ Օրհնյալ է մեր Տիրոջ անունը։ Դերեկ Պրինսի խոսքերն եմ ուզում կարդալ։ Ողորմությունը Աստծո բնավորության մի մասն է։ Երբ մենք դառնում ենք ողորմած, մենք արտացոլում ենք նրա կերպարը աշխարհում։ Օրհնյալ է մեր Տիրոջ անունը։ Ողորմությունը աստվածային բնությունն է, երբ մենք դառնում ենք ողորմած, մենք արտացոլում ենք նրա պատկերը աշխարհում։ Օրհնյալ է մեր Տիրոջ անունը։ Սպերջենի խոսքերը։ Ողորմությունը չի չափվում տվածի քանակով, թե ինչքան ես տալիս, այլ անսիրով, որով տալիս ես։ Թեկուզ չնչին, բայց եթե դու անում ես, Աստված գնահատում է։ Երանի ողորմածներին նրանք ողորմություն պետք է գտնեն։ Երանի նրան, որ աղքատին հոգ հատանում, նեղության ժամանակ Տերը ձեռք պետք է մեկնի։ Օրհնյալ է մեր Տիրոջ անունը։ Փառք Աստծուն ձեր համար, որ Աստված բերել է մեզ եւ դարձրել է ողորմած։ Հավատում եմ, մենք ողորմած ենք, Աստծո բնությունը անցել է մեր մեջ։ Թող Աստծո անունը փառավորվի։ Իսկ եթե դու կանգնել ես այդ ճանապարհին, դու ես փակ այդ դուռը։ Օրհնյալ է մեր Տիրոջ անունը։ Խոսքերը լավն էր, թե չէ։ Փառք մեր Տիրոջը։ Թող Աստված փառավորվի։ Եկեք ոտքի կանգնենք, խնդրենք, ասենք Տեր, եթե ես իրական ողորմած չեմ, ինձ դարձրու ողորմած։ Տվողին Աստված տալիս է, օգնողին Աստված օգնում է, փառք Իրանը։ Երանի նրան, որ աղքատին հոգ հատանում, նեղության օրը Տերը պիտի նրան հատուցանի, պիտի օգնի։ Օրհնյալ լինես երկնային Թագավոր, հավիտենական Տեր Հիսուս Քրիստոս։ Մենք շնորհակալ ենք, որ Տեր Աստված իմ լսում ես մեր աղոթները, կենթանի Հայր։ Օրհնի այստեղ ամեն մի զավակիդ, վերափոխի քո աստվածային բնությունով, Տեր։ Թող մենք քո բնություն ունենանք, քո կյանքն ապրենք աշխարհի վրա։ Մեկնենք ամեն մեկին ձեռքներս, կենթանի Աստված։ Ողորմած լինենք, ինչպես դու ես ողորմած, կենթանի Աստված։ Շնորհակալ ենք քո ողորմությունը ցույց ես տվել, մեզ ես կյանքից ազատել ես եւ դարձրել ես քո սիրելի զավակներ։ Օգնի, որ մենք էլ Տեր Աստված քո շնորհքով կարողանանք մարդկանց օգնել, կենթանի Արարիչ։ Անունդ փառավորվի Հայր Հիսուսի անունով, ամեն։